Ինչի համար են ձեր տղային ձերբակալել, ինչ մեղադրանքով։ Բյուրեղավանի ոստիկանները եւ Աբովյանի քննիչին ես ճանաչեցի Խանոմյան Կարենը, որը հետո մեր քննիչն էր, պարզվեց այն հիմքով, որ գողության, ոչ թե գողության մեջ, այլ ուղղակի տանում ենք հարցաքննենք։ Այտենց եկան տարան իմ երեխուն։ Իսկ հետո որ պարզվա, որ ձեր երեխուն մեղադրում են, կասկածում են իբրև ավազական հարձակում կատարելու մեջ, բայց ըստ ձեր հայտարարության քիչ առաջ դուք հայտնեցիք, որ ձեր տղան ամբողջ գիշեր որտեղ է եղել։ Այո, նորից պնդում եմ եւ էլի եմ պնդում, որ իմ երեխան ամբողջ գիշեր այստեղ է եղել։ Ամբողջ գիշեր այստեղ է եղել, ինքը նստած ամբողջ օրը կոմպյուտերով զբաղվել, ամբողջ օրը ու ամբողջ գիշերը ես անգամ գիշերը վեր եմ կացել, արթնացել եմ ու իր հետ զրուցել եմ, ինքը ճաշ էր կերել, լցրել էր ճաշ կերել, ասեցի Սուրո, բա ինչի ես կերել, ասիր համով չէր, ասեց ման պնդերն եմ ջոկել կերել մեջից, ջիգարի կտորներ էր, ասեց ջիգարներն եմ ջոկել, դա եղել է գիշերվա 3-4-ը, հենց այդ գողության գիշերը, որտեղ որ արվել է այդ գողությունը Արզնի գյուղում, այդ գիշերն է, իմ երեխան անմեղ է, իմ անմեղ երեխուն տարել են 3 ամիս, ինչի, 3 ամիս անմեղին բերդում պահում են, կամ անմեղին փորձաքննության են ենթարկում, իրանք չեն կարողանում աշխատեն ճիշտ, կամ են։ Բայց փորձաքննություն ենթարկել է, փորձաքննությամբ հերքվել է, չէ՞, վնասվածքները։ Փորձաքննության ենթարկվել են, դատաբժիշկը հերքել է, որ բռնաբարության ոչ մի հետք չի եղել, խաշքշուկներ չի եղել, ոչ մի բան չի եղել, հեռախոսը ստուգել են իրա, որ հեռախոսը այդ հանցագործության պահին գտնվել է Երևանում, էքսպերտիզան այդ կենսաքիմիական անալիզները, քիմիական եղունգները, կոշիկի հետքերը, դրանք բոլորը մաքուր եկել է, որ ինքը կապ չունի, կենտրոնական բանկ հարցում են արել, որ տեսնեն ոսկեղեն, չգիտեմ ինչ կա իր անունով, դրանք մաքուր եկել է, միակ մի համակարգիչ է մնացել, համակարգիչից էլ իրանք քաղվածքներ ունեին, մինչև հոկտեմբերի 1-ը եկել են սաղ հանել տարել, տեսել են, որ իմ տղան ամբողջ գիշերը կոմպյուտերի առաջ, կամ կինոներ ա նայել, կամ խաղեր ա խաղացել, դրանք բոլորը գրառել են ու նորից եկան դրանից հետո կոմպյուտերը տարան կոմպյուտերը, մի շաբաթ պահել են իրանք սենյակում, հետո նոր փորձաքննության են ուղարկել այդ կամ, թե ինչի են ձգձգում, ես չգիտեմ, իմ երեխուն ինչու են իրանք բերդում պահում, չգիտեմ, ինչի, ես խնդրում եմ բոլորին եմ խնդրում, իշխանավորներին, հանրապետության դատախազին գլխավոր, խնդրում եմ հանրապետության ոստիկանապետին, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեն, իմ երեխու գործը նայեն ու իմ երեխուն բերդից ազատեն։ Քանի որ դուք պնդում եք ձեր երեխան անմեղ է։ Ես պնդում եմ, որ իմ երեխան անմեղ է եւ փաստերն էլ ոչ մի հիմք չունեն իմ երեխուն այնտեղ պահելու։ Ինչի հիման վրա են պահում, ես չգիտեմ։ Ուղղակի խնդրում եմ, իրանց օրենքները թող կարգադրեն հանցագործների վրա, ոչ թե անմեղների վրա։ Ինչի։